Տիգրան Խաչատրյանի հարազատները ահազանգում են, գործարարը ավելի քան 8 ամիս է, ինչ կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Խաչատրյանի դուստրը համոզված է, իր հոր համար պատվեր է իջեցվել անդրազգային հանցավոր խմբի կողմից, որը շարունակում է ահաբեկել իրենց ընտանիքին շորթում կատարելու մտադրությամբ։ Ըստ նրա ՌԴ-ում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը հայտնի է Խաչատրյաններին։ Գաղտնի վկաներից մեկը ըստ Մարինա Խաչատրյանի իր մոր մանկության ընկերուհին է, ով որոշ ժամանակ անգամ իրենց տանն է բնակվել։ Մեծ դեր է խաղացել այս ամբողջ գործընթացում ու երբ որ հորս ձերբակալել էին, տարբեր տեղերից մարդիկ գալիս էին, մեզ պատմում էին, թե ինչ ուրախ տարածում է այդ վիդեոն, որ գցել էին տարբեր ռուսական լրատվամիջոցներ, որ այնպես էին ներկայացնում, որ շատ վտանգավոր հանցագործ են ձերբակալել։ Այս գաղտնի վկայի հետ կապը Խաչատրյաններն ընդհատել էին տեղի ունեցած իրադարձություններից առաջ։ Ընտանիքին հայտնի էր դարձել, որ նշված կին իրենց պատկանող գույքերը գրավադրել է իրենց համար անհայտ պայմաններում։ Այդ մասին նրանք ավելի ուշ են իմացել, պարտավորեցրել նրան գույքերը գրավադրումից հանել։ Մարինա Խաչատրյանը պատմում է, որ հոր ձերբակալությունից հետո հանդիպել է նրան մթերային խանութում։ Կինը փորձել է մոտենալ Մարինային, խոսել նրա հետ, սակայն վերջինս շրջվել է եւ հեռացել։ Ինքը փորձում է ինձ բարևել, մոտենալ, խոսել, ես այդ ամենը հիշելով գլուխս թեքում եմ ու խանութից դուրս եմ գալիս։ Ու ինքը տեսնում է, որ ես շատ լարված եմ իր հանդեպ, բայց դե ոչինչ չեմ ասում, դուրս եմ գալիս։ Դրանից հետո մի շաբաթ հետո մենք նույն բակում ենք բնակվում, այն շենքը, որտեղ ինքը ապրում էր, հենց մեր նույն բակում է։ Ու հետո մարդիկ սկսում են խոսել, որ ամենտեղ խոսում է, մեղադրում է, որ այդ մեքենան հրկիզել եմ ես։ Տվյալ քվեական վարույթի մասին կարող եմ ասել, որ այն փաստացի զուգորդված է եղել շորթման դեպքին եւ մեր կողմից կա մտավախություն, որ տվյալ մեքենայի հրկիզման դեպքը ըստ էության արեստացին է կամ կատարվել է բացառապես այլ անձանց կողմից եւ բացառապես այլ նպատակներով, իսկ հիմա անհարկի եւ անազնիվ կերպով օգտագործվում է տվյալ դեպքը Խաչատրյանների ընտանիքի դեմ։ Քրեական վարույթ է նախաձեռնվում, քննությունը պարզում է, մեքենայի հրկիզման հետ Մարինա Խաչատրյանը որևէ կապ չունի։ Պարզվում է նաեւ, որ այս ամենը կապված է ՌԴ-ում քննվող քրեական գործի հետ։ Ձեռագիրը պարզ էր, այս ամեն ինչը կազմակերպել էին, որպեսզի հիմա ինձ այստեղ ճնշեին, ինձ վրա քրեական գործ հարուցեին, որ այդ հորս ճնշումների ներքո, իմ ճնշումների ներքո իմ ընտանիքը թուլանար ու իրենց պահանջները կատարեր։ Մարինա Խաչատրյանը տեղեկացել է, որ հրկիզված մեքենան գրավադրված է եղել գաղտնի վկայի կողմից։ Ֆինանսական խնդիրները հասցրել են նրան, որ վերջինս դատարանի կողմից սնանկ է ճանաչվել։ Նա նախօրոք տեղյակ էր, որ կորցնելու է գույքը։ Տիգրան Խաչատրյանի դուստրը վստահ չէ, սակայն հիմնավոր կասկածներ ունի, որ մեքենան հենց այդ կնոջ կողմից է հրկիզվել։ Երբ Խաչատրյանների հետ հարաբերությունները սառել են, գաղտնի վկան սկսել է ավելի սերտ համագործակցել անդրազգային հանցավոր խմբի անդամների հետ, որի կազմակերպիչը ընտանիքի բարեկամներից է։ Խմբի կազմակերպիչը ցավոք սրտի իմ բարեկամն է, մորս բարեկամն է։ Իրանք շատ անգամներ հանդիպել են մեր տանը, շփվել են երկար տարիներ ու նույն բնութագիրը ունեցող մարդիկ են, շատ ընդհանուր բաներ են միգուցե իրար հետ գտել։ Ճանաչել են իրար երկար ժամանակ ու հորս դեմ այս ամեն ինչը անելով միավորվել են։ Փորձել են այդ մեծ առանձնապես մեծ չափի գումարը կիսել իրար մեջ, մինչ օրս ինձ համար հանելու կա, որտեղ մենք միշտ ընկերություն ենք արել, շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք եղել ու ինչ որ մի կետի ինքը, չգիտեմ, ինչ անձնական խնդիրներից ելնելով որոշեց, որ այն ամեն ինչ որ ձեռք է բերվել հորս կյանքի ընթացքում, հորս ու մորս համատեղ կյանքի ընթացքում իրենց սեփական քրտինքով պատկանում է իրեն։ Խաչատրյանների ընտանիքը նրանց փաստաբանները մեկ անգամ չէ, որ դիմել են քննչական կոմիտեին, խնդրել են հրկիզման եւ շորթման դեպքերի մասով քննություն իրականացնել, սակայն վարույթներով որևէ առաջընթաց չի գրանցվել։ Հայրս տարիներ առաջ բիզնես են ունեցել մորս մերձավոր ազգականներից մեկի հետ, ով նաեւ այս խմբի անդամը չէ, կազմակերպիչն է, ու տարաձայնություններ են ծագել, ֆինանսական տարաձայնություններ, հայրս վիճարկել է, չի համաձայնել,
ու դրանից հետո ինքը սկսել է շատ մեծ գումար պահանջել մեզնից, որի հետ հայրս չի համաձայնել։ Մենք իրան ընդհանուր պնդում էինք, որ եթե համաձայն չես, դիմի դատարան, բռնի օրինական ճանապարհ է, եթե մենք սխալ ենք, մենք պատասխան կտանք քեզ ինչ որ հասանելի է կվերադարձնենք։ Բայց ինքը չընտրեց այդ ճանապարհը, ընտրեց այս ճանապարհը, շինծու գործ սարքելով հորս գլխին ու մեր վրա ճնշում գործադրելով։ Ու նշեմ նաև, որ հորս ձերբակալությունից հետո այդ ճնշումները սաստկացել են տարատեսակ ձևերով, միջնորդավորված մարդկանց են ուղարկել մեր տուն, որ գան փոխանցեն մեզ, մեսիջներ են հասցրել տարբեր տեղերից, նույնիսկ մի դեպք եմ հիշում, երբ որ եկավ իր ծանոթներից մեկը, ում հայրս եւս ճանաչում է, անունը չեմ ուզում նշել, բերեց հեռախոս առանց քարտ ու ականջակալներ, ասաց, որ գալիս է այդ անձնավորությունից առաջարկով, բայց պահանջ կա, որ պիտի խոսենք միայն ականջակալով ու այդ հեռախոսով։ Այսինքն այնտեղից հնչեցվելու էր մի առաջարկություն, որը որ չպիտի ոչ ոք լսեր, պիտի լսենք միայն մենք։ Ու դե վստահ եմ առաջարկությունը որն էր, այդ առաջարկությունները անընդհատ գալիս են տարբեր ձևերով, որ փողը տվեք իմ ու այդ հարցը կլուծվի, իսկ եթե չտաք, հայրդ կմնա այնտեղ, կնստի 15-20 տարի, իրան էլ կուղարկեն Սիբիր, ու այլևս իրան չենք տեսնի, մի արտահայտություն էլ լավ տպավորվե, որ գրուս 200-ով կգա հետ տուն։ Կին գախնի վկան նախորոք հայտնել է, գնում եմ Մոսկվա ու ցուցմունք է տալու ընդդեմ Տիգրան Խաչատրյանի։ Хочу сказать, пусть будут поаккуратнее, у меня есть свидетели, которые очной ставкой зайдут и скажут все, что надо. И мне звонили, кстати, из МВД России, пришла повестка, и меня вызывают на дачу показаний. Մարինան պնդում է, սպառնալիքները սաստկացել են, շարունակական բնույթ են կրում։ Իրավապահ մարմիններին այս ամենի մասին հայտնի է, սակայն Խաչատրյանների ընտանիքը պնդում է, որ որևէ գործողություն նրանց կողմից չի ձեռնարկվում։ Ուզում եմ հարցս ուղղել մեր իրավապահ մարմիններին։ Ինչին ենք սպասում, որ ինչ լինի։ Ինչ որ մի բան պետքա լինի իմ կամ իմ ընտանիքի անդամներից մեկի հետ, որ մեր իրավապահ մարմինները սկսեն գործել։ Մարտի 25-ին Այս իմ վերջին հարցազրույցից հետո դիմել եմ նաև ՀՀ քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արտուր Պողոսյանին, իրենից խնդրելով ընդունելություն։ Ես հույսով եմ, որ գոնե ինքը կարձագանքի, քանի որ այստեղ արդեն քանի օրերը անցնում են, իրավիճակը ավելի է բարդանում, մեր ընտանիքը ապրում է մշտական վախի, տագնապի ներքո ու ինձ համար անհասկանալի է մեր իրավապահ մարմինների պասիվությունը այս հարցում։ Հայաստանի Հանրապետությունում քննչական կոմիտեում գտնվող քրեական վարույթի շրջանակներում մեր կողմից միջնորդություն է արվել քննչական մարմնին համապատասխան քննչական եւ վարույթային գործողություններ անելու խնդրանքով, ընդ որում այդ վարույթային գործողությունները բովանդակային առումով վերաբերել են եւ այստեղ գտնվող քրեական վարույթին եւ նաեւ Ռուսաստանում գտնվող քրեական վարույթի շրջանակներում մեր կողմից միջնորդություն է արվել իրավական հարցումների միջոցով համագործակցության միջոցով նպաստել այնտեղ գտնվող քրեական գործի շրջանակներում իրականության օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, սակայն քննչական մարմինը չի բավարարել մեր միջնորդությունը, այն հետաձգել է ըստ իրենց ըստ որոշման մինչև գործով էական հանգամանքների պարզումը, սակայն այստեղ հարց է առաջանում, որոնք են լինելու այդ էական հանգամանքները եւ ինչպես պիտի պարզվեն, եթե ոչ այլ կերպ, քան մեր միջնորդության մեջ ներկայացված
կատարված գործողությունների կատարմամբ։ Հետևաբար այս պարագայում փաստացի քննչական մարմինը պատշաճ ջանասիրություն չի գործադրել եւ դեռևս մեր կողմից ներկայացված միջնորդության գործողություններից որևէ մեկը չի կատարվել մեր մասնակցությամբ։ Մարինայի հորը գաղտնի տեսանկարահանող անձը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով պատիժ է կրում Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում։ Տիգրան Խաչատրյանի զրուցակիցն այս պահին ազատության մեջ է։ Հայտնի չէ, թե նախաքննական մարմինը նրա մասով ինչ գործողություններ է կատարել։ Մենք ունենք ողջամիտ ենթադրություն, որ հենց այդ զրուցակիցն էլ հանդիսանում է այդ առաջի գաղտնի վկան, ում իբրև թե հայրս պատվեր է տվել։ Ու այդ ձայնագրությունն էլ ըստ ինձ արվել է նրա համար, որ տանեն այնտեղ քննիչներին համոզելու համար, որ տեսեք հանդիպել ենք, հենց այդ պատվերի թեմաներն էլ քննարկում ենք, բայց չկա որևէ ձայնային ուղեկցում, որովհետև այդ թեմայով չեն խոսել իրենք ընդհանրապես, ուրիշ թեմայով են խոսել առօրյա։ Հիշեցնենք 2024 թվականի հուլիսի 3-ին Տիգրան Խաչատրյանը միայնակ ժամանել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից բերման են ենթարկել նրան։ Նույն օրը նա ձերբակալվել է Ռուսաստանի քննչական կոմիտեում գործը քննող քննիչի կողմից։ Նա այժմ կալանավորված է։ Նրան մեղադրում են իր դստեր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու համար։ Ընտանիքը Տիգրան Խաչատրյանի հետ այս 8 ամիսների ընթացքում կարողանում է փաստաբանի միջոցով շփվել։ Ավելացնեմ նաեւ, որ փաստաբանս այստեղից դիմել է ՌԴ հատուկ ծառայություններին, ՌԴ գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, դիմել ենք նաև Հայաստանում ՌԴ դեսպանություն, որ այս գործին ուշադրություն դարձնեն, վերցնեն մի հատ օբյեկտիվ թերթեն ու զբաղվեն այս գործով, քանի որ հայրս փաստացի գտնվում է պատանդի կարգավիճակում այնտեղ, քանի ամիս է։ Ինքը ասում է, որ ես ոչինչ չեմ արել ու ես վստահ եմ, որ արդարություն է լինելու։ Մենք այդ հույսով էլ ապրում ենք։